Հային հայի դեմ թշնամացնում, այդ թշնամանք անգամ դիրքեր են հանում, ահազանգում է Գեղամ Մանուկյանը։ Կաչկովս ընկնում է մեկի ստատուսը։ Մանուկյանի խոսքով ԿՊԱ-ական հովերով տարված քաղաքացիների մի խումբ սադրում է վարժական հավաքների մեկնողներին, ընդդիմադիր հայացքներ ունեցողներին։ Բա ինչ կայֆ է, որ դիրքեր ես հելնում Հայաստանից թռածների ընտրություններին եկածների ու Կալուգայի Սամոյին ընտրողների հետ, ձեր թքով բերելու եմ արդքած հայոյանք, սպասեք դիրքերում ին գալուն։ Ինչ է այս մարդկանց ուզածը, թշնամանք։ Պատգամավորի հարցը հռետորական է։ Դիրքում զենքը ձեռքին, այս մեկը որոշել է գամ ձեր հախից գալու է։ Սա են սարքել, նույնիսկ դիրքում թշնամությունը քաղաքականացրել է։ Փաշինյանի իշխանության օրերին վարժական հավաքը ոչ թե պատիվ է, այլ պատիժ, նկատում են փորձագետները։ Հիշեցնում Նյուզեյեմի լրագրող Նարեկ Խաչատրյանին ծանուցագիր ուղարկեցին այն բանից հետո, երբ նա հրապարակեց ազգային ժողովի ընտրությունների օրը զինվորների քվեարկության ժամանակ արձանագրած խախտումները։ 25-օրյա վարժանքների ծանուցագրեր են տվել նաև Ռուսաստանից Հայաստան եկած հոգևորականների, քաղաքացիների, որոնք եկել էին ԱԺ ընտրություններին հանուն իշխանափոխության մասնակցելու։ Մարդիկ այլևս չեն ցանկանա, որ իրենց երեխաները ծառայեն։ Սա ինչա մեր թշնամու պետք է, որ ծնողը չուզենա իր զավակը ծառայի։ Մեկ էլ երիթուրքերի օրերին էր բանակում ծառայելը հայի համար պատիժ, նկատում է ռազմական փորձագետը։ Հորդորում սա չափազանցություն չորակել, փաստեր կան։ Որպեսզի դիմադրություն չլինի առավելագույն։ Տղամարդկանց բոլորին առաջին համաշխարհային պատերազմներ զորակոչում էին բանակ։ Եթե այնտեղ ֆիզիկական դիմադրության մասին էր, այստեղ քաղաքական, այսինքն ինչ ասել է անդիմախոս։ Ցույց տվեք մի հայտնի իշխանականի կամ նրա մերձավորի, որին վերջին 1 տարվա ընթացքում տեսել եք որևէ վարժական հավաքի, ասում են ընդդիմադիրները։ Ավելացնում, եթե ԿՊԱ-ականները ուզում են, որ բանակում ծառայելը ոչ թե պատիժ, այլ պատիվ լինի, ինչու օրինակ չեն ծառայում։ 12 նախարարներից միայն առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն է պարբերաբար հպարտանում, որ 2 զինվորի մայր է։ Որտեղ են ծառայում։ Այդ կարևոր հարց է։ Չէ, բա իհարկե։ Ծառայություն էլ կա, ծառայություն էլ, բացատրում է ռազմական փորձագետը։ Բանակ ծառայեցները հո լավ գիտեն, դիրք ու սահման պահելը այլ բան է, զորամասում ծառայելը այլ, թիկունքային աշխատանք անելը բոլորովին այլ։ Իրենք եթե ցանկանում են, որպեսզի նման չուր ըմբռնումներ ըստ իրենց մեր ժողովրդի մեջ չլինի, որ իրենց զավակները չեն ծառայում, հա։ Մենք ասում ենք, չէ, այդպես չեն ծառայում եւ թող իրենք հրապարակայնացնեն։ Թող իրենք դուք դիմեք, ասեք դուք հրապարակայնացրեք, դուք հպարտ եղեք, որ ձեր բոլորի զավակները անխտի ծառայել են, սահմանում են ծառայել, մասնակցել են 44 օրյային մարտական գործողություններին եւ այդպես շարունակ։ Չի համոզում ԿՊ-ն, որ իրենց համար ոչ թե պատիժ, այլ պատիվ է բանակում ծառայելը, ասում են ընդդիմադիրները։ Ինչպես կարող է համոզել, եթե վարչապետը մինուս պլյուսով է հաշվում 44-օրյայի զոհերին, նրա կինը Աննա Հակոբյանը հայտարարում, հանուն ոչնչի են զոհվել տղաները։ Փաշինյանական իշխանության օրերին դպրոցներից հանվում են փառքի անկյունները, պատերից ջնջվում հերոս տղաների գրաֆիտիները, թվարկում են փորձագետները Հայաստանի իշխանության այն քայլերը, որոնք բանակի արժեզրկման մասին են։ Պատերազմում պարտվում է մարդը, ոչ տեխնիկան։ Ներկայացնենք զինված ուժերում կատարվող բարեփոխումները։ Իդեպ պաշտպանության նախարարը մի քանի տարի խոսել, առնվազն 1 տարի առաջ խոստացել է, որ նոր համազգեստ է ունենալու հայ զինվորը։ Այսօր կներկայացվի։ Զինվորական շքերթն էլ եկավ անցավ։ Նոր համազգեստ ունեն միայն բանակի պաշտոնյաները։ Ողջունի։ Նայեք այսօր զինուս ծրագրից հանկացած ռեպորտաժ, բացի այդ 3-4 գեներալներից կաբինետներում, Ասրյան էդիկներից ու մյուսներից, որևէ մեկի հակի նոր հանդերձանք տեսնում եք, բոլորը հին հանդերձանքով են, նույնիսկ սա են խաբում։ Արփիշ Քեսյան, Նորա Շարբաթյան, Էլեն Յահինյան, Հայլուր։